Էտա։ Տեսեք, սեյվ time out-ը մինչև ինձ հասնելը գիտենք, որ ուներ երկու հատ պարամետր, չէ՞, մեկը այդ ֆունկցիան էր, մեկը քանի միլիսեկունդ հետո ինքը կարող կատարվի։ Պրակտիկան նույնն է, արել ենք հաստատ, չէ՞, արամետ հաստատ արած կրնենք, եթե չէ, որ ինչ ենք ասել, որ ունենք, որ պրոստը ֆունկցիա գրենք, ֆունկցիան փոխանցենք։ Արել ենք։ Արել ենք, չէ՞։ Հիմա նույն ֆունկցիան փոխանցել ենք։ Ոչ մի տարբերություն։ Հա։ Այն սեկունդել, դա իր ժամանակն է։ Դա իր ժամանակն է։ Իսկ մի երրորդը, դա այն պարամետրն է, որը ընդունում է այս ֆունկցիան։ Էսի այս պարամետրը, սրա պարամետրն է պատկերացրել։ Բայց ինքը տեղով պարամետր է։ Բայց պարամետրն է կարող է իր պարամետրը։ Բա ուր է իր փակագծերը։ Բայց իրան կանչելուց ենք մենք տալիս իր փակագծերը։ Մենք իրան չենք կանչել դեռ։ Մենք իրան կանչում ենք էս է իր փակագծերը։ Իսկ այս ավտոմատ արդեն կանչում է ինքը։ Հիմա տեսեք, երբ որ մենք տեսեք, հեսա ներքևն է որ տալիս է ավտոմատ։ Հիմա, երբ որ մենք սա սենց գրել ենք, այդ նույն լոգիկայով, մենք կանչում ենք ինչ-որ միտեղ սա։ Չենք կանչում, չէ՞, քանի որ ինքը երբ որ այս ժամանակը պրծնում է, ինքը ավտոմատ կանչվում է։ Հիմա նույնը տեղ, այս ժամանակը երբ որ պրծում է, այս ավտոմատ կանչում է, այս էլ մեջը դնում փակագծերի ուղարկում։ Այս ֆունկցիան կանչել ենք, ճիշտ է։ Այս ֆունկցիան, այս պարամետրով եկավ նստեց ստեղ։ Այս մեսիջը եկավ փոխանցվեց ստեղ։ Միլիսեկունդ ավարտելուց հետո, էսի ավտոմատ կանչվում էր, չէ՞։ Այդ կանչվելու պահին փակագծերի մեջ, էսի վեգարը դրեց փակագծերի մեջ կանչեց։ Էս է տպեց ստեղ։ Հա, պատկերացրի, պրոստը թուղթ գրիչ։ Ինչ խառնավ այդ արդեն պատկերացրի։ Ալերջան պատկերացրի այդ լասը։ 10 սիգանց գծեմ, հետո կնկարեմ, կգցեմ չատ ու հետ դենեմ։ Կրճատ եմ գրու բառը, չասեմ։ Show message MSG log MSG Էսի մեկ ֆունկցիա։ Հաջորդ բանկը delay Տնմա message second Հեսա որ գծեմ լրը պարզալ են Վիկտորիայի համար Չէ, արդեն պատկերացրի։ Գծեմ համոզվում որ պատկերացրել եք, նոր կշարունակենք։ Նա հաստ է կամենական, բայց ես գլխի չխոփեք այդ հարցից հետո։ Սա սպասի գծել ճուշտամ հետո կտես հարց։ Ահա ճուշտամ հետ հարց չտես։ Second message Ինչ անեմ։
Ես ֆունկցիան որ կոնտրոլ եմ անում։ Հեսա քեզ նկարում չափով ուղարկեմ արել։ Այս այն ֆունկցիան է, որը մենք սիստեմատիկ գրած է։ Իրենն է, ստանում ենք դեպի պարամետր։ Էսի դեպի։ Հա, էս։ Էսի, այս։ Որոնն ստա որը այս։ Հիմա, էսի, ես մի սեկունդ որը։ Էսի իկա Հա, հիմա, այս կոլբետ ֆունկցիան հենց եկել է ստե, ճիշտ է։ Այս կոլբետ ֆունկցիան եկավ նստած ստե։ Կանչելու համ։ Այս մի սեկունդը եկա նստած ստե։ Այս է ստե եկավ նստած ստե։ Էսի ավտոմատ սետանալու մեջ կանչվում է երկրորդ չէ։ Հենց կանչվում է, սենց է, չէ՞ գտնում։ Հանդարտ ֆունկցիա է, կանչվում է, սետանալու տակից կանչում ասենք։ Սենց է կանչվում, կանչելու դեպի է, չէ՞։ Երրորդ պարամետրը իր կանչելու ֆունկցիայի արգումենտն է։ Բերում է դնում մեջ։ Կանչելու պահին էսի բերում է երրորդ պարամետրը դնում մեջ։ Всё, պատվիրացինք։ Կարեմն լավ չեմ գծել, բայց պետք է որ հասկանաս գծել։ Կարող է գրիշ լինել ավելի պարզ։ Սլախներով է, մի քիչ ուշադիր որ նայես, նռիվ ջոգես։ Всё, այս մասը, անցնենք առաջ։ Այս մասը հույս ունեմ, որ թույն ջոգել եք, ճիշտ է արդեն։ Հիմա եկեք 6-րդ խնդիրը լուծենք։ Խճճելու եմ որտեղ էր։ Ոնց հարմար է, ոնց ավելի լավ է պատկերացնում, մնացեք կարող է տիպոնը ֆունկցիոնալ լուծում, ամեն ֆունկցիոնալ լուծում, կարող է այս թազատողը սիրում, ստումս է թազա դերով լուծում։ Հիմա եկեք 6-րդ խնդիրը կարդանք մի հատ, հա։ Հիմա սկզբի համար պետք է մի հատ ունենանք ֆունկցիա գրած, ճիշտ է։ Հա, այդ 3-ը դե գրած անում եք ինչ անում։ Նորմալ գրել տվել է որ ինչ պետք է անի։ Եկեք գրենք դա։ Երևում է, չէ՞, Վալերջան նորմալ։ Նախ առաջինը մի հատ ֆունկցիա ենք սարքում, որը որ 1-ով ավելացնում է արտիքը թվի, ճիշտ։ Հա։ Ես էլ եմ գրում, այլ խնդիր չեմ լուծում, որ դու էլ տնային անես, որն էլ անեն ուղղակի կանա հասկանան ոնց է կընտրել բան յուրացրել։ Function double, հա, մի հատ double ունենք, ճիշտ է։ Ես էլ ինչ անում, ես էլ արժեքն է կրկնապատկում։ Return-ը անկամ ֆիլ։ Այսինքն ինչ տիպ փոխանցենք մենք այս ֆունկցիային կրկնապատկի, ինչ տիպ էլ փոխանցենք սրան, մեկով կավելացնենք։ Հաջորդ ունենք մի հատ էլ որ հանում է Հա։ Ինչ տիպ փոխանցենք, ինքը բանը անելու։ Այդ մեր թվից հանելու է իր։ Հիմա մեր խնդիրը որն է։ Որ մենք ամենավերջում մի հատ սպասեք նախ ֆունկցիա ստեղծենք ստեղ ուրիշ։ Ունենք մի հատ function, որը որ մեր տված callback-ների հիման վրա գործողություն անելու։
պարամետրը ստանում եմ թիվ ու զանգված կարծես կոդեկ Կոլբեկների զանգված, ճիշտ է։ Արդյունքում ինչ պետք է ունենանք, պետք է ունենանք մի հատ 5, ճիշտ է, հետո պետք է ունենանք մի հատ 6, հետո կրկնապատկեցինք, հետո հանեցինք, այս թվերը պետք է ստանանք, հա? Իմս այդ կոնկրետ չի վերցնում մյուսի, այդ տղածս թվի վրա նա պրծնում, ես կարան նույն թիվը տամ, 5 եմ տվել, 5 ինձի հետ կտա 5, 6, հետ կտա 8, չէ, հետ կտա 5, վերջում 4 այդ տարում, չէ, 3։ Դե խնդրի էֆեկտը նրանում է կայանում, որ մենք կարանանք այս ամեն ինչը ես զանգվածի մեջ եմ հավաքել, հիմա այս ֆունկցիան execute callbacks ունի երկու հատ պարամետր, ճիշտ է, մեկ մի հատ թիվ է, մյուսն էլ զանգված է, որի մեջ ֆունկցիաներ, որոնք ինչ-որ բան են հետ վերադարձնում մեզ, callback ֆունկցիաներն է մեջ, տեսեք բոլորը ինչ-որ բան է հետ վերադարձնում նաև իրեն, հա, հիմա այս մեր ֆունկցիային նախ պետք է տանք այդ պարամետրերը, ճիշտ է։ Մեկի անուն դնում եմ number, մյուսին էլ ասում եմ callback array։ Ինչ ենք անելու այս ֆունկցիայի մեջ, ամենակարևորը այս հատվածն է։ Քանի որ մենակ այս հատվածը չի որ արանը չի գերհետևել թեմային մեջ, հա։ Հիմա դու լուծել ես այս խնդիրը, ճիշտ է։ Ինչ ենք անելու այս խնդիրը լուծելու համար։ Այդ ֆորը բացել, այդ փոփոխագրամը հավասարը, այդ elem-ով callback արա, այդ elem-ը պարամետրը տրել եմ value։ Այդ փոփոխագրամը հավասար է այդ elem բանը անչա։ Պարամետրը value։ Հետո return-ը մորը այդ վերևի փոփոխագրամը։ Ահա, դու ոնց ես արել։ Ես ֆորը execute callback-ի Ահա, մեջը for-ը ստացած է կոստը, սենց։ Ինչ for։ մեր փոփոխականը ով Երեք։ callback array Դու գրել ես խնդիրը։ Բարդ քիչ ես գրել ես խնդիրը։ Որտեղ ես էլ 9-ն եմ անում։ Դες նայում ես։ Չէ, ես մի իր չաթը։ Չէ, ես մի շաբաթ դասի չեմ եկել։ Խառնել էֆեկտիվ անդրադառնում չեմ եկել։ Ու տենց դրանք մենակ վիդեոներով է կամ գայսի շփումներ եւ այլն դրանք եմ հլանում։ Ուր հասակա։ Արդեն ֆունկցիաների այս նախորդ դասը այն մեկը sense մի հատ առաջ։ Շատ լավ։ Բաղները կան։ Անպայման։ Չէ տնայինները ես տունը միշտ անում եմ։ Իմ խնդիրը չեմ անում, ես ամեն անգամ փոխված թիվը չեմ համեցնել բանում։ Ամեն անգամ տարբեր ֆունկցիայի տարբեր թիվ։ Հա, վերևը փոփոխական ֆայլը հա, բայց ինքը ամեն անգամ հազարականչուց փոխվում ամեն։ Ինքը 5-ն է բերում։ Հիմա տես, օրինակ քո առաջարկած տարբերակը չէր գրել։ Դու ասում ես մի հատ փոփոխական բան, ճիշտ է։ Let օրինակ result-ը հավասար է մեր թվին։ Հա։ Որտիվը որ փոխանցել ենք, ճիշտ է։ Մի հատ for frank, հա, let call back-ը callback array-ի մեջ, ճիշտ է։ Հետո գրում ենք result-ը հավասար է callback պարամետրը result, ահա, result, կամ հա, result։ Հանկարծ result գրել, կամ հետո չէ, նում գրել, գրինում result։ Այ գնում ես գրել, դրա համար է կոմոդ հակառակ result-ը նայել։ Այնի որ Դու անընդհատ պետք է փոխվածը գրես։
Որովհետև ինքը ինչ անում, 5-ը մեկով բարձրացնում է, փոխվածն է տալիս արդեն, չէ՞ որ դառնում է 12։ Փոխվածն է, չէ՞ տալիս, որ 9-ը դառնում։ Այսինքն հիմա բերեք ըստեղ ամեն անգամ մենք այս ռեզուլտին տպենք, տենանք ռեզուլտը անենք ինչ է փոխվում։ Սկզբից դե 5-ն է, գալիս է 5-ը, չէ՞ դառնում։ Հիմա ըստեղ տպենք ու հասկանանք երբ ինչ է դառնում, հա։ Ու այս ֆունկցիան ինչ պետք է անի։ Եվ այդ ունանի բա։ Ասում է յատանացի կոդը 9։ Կոնսոլ լոգանում չի լինի։ Ինչ չի լինում։ Տալիս է։ Ստաս։ Եկուց սրանի մենակ էս բան նամարը էլի Ինչ անում։ մենք օրինակ էս ռեզուլտը հավասար կոդեկի ռեզուլտին Սա դեռ չհասկացա։ որ ռեզուլտը հավասար կոդեկի ռեզուլտին Տեսեք, ռեզուլտը ստեղ 5-ա, չէ՞ դեռ ֆորի մեջ։ 5-ա, ճիշտ է։ Ասում եմ ես արժեքը մի անգամ տպել եմ, որ 5-ը ունենա պրոստը դուք, հա։ Ասում եմ այս փոփոխականը արդեն 5 չի։ Հա, ասում եմ այս փոփոխականը արդեն 5 չի այստեղ։ Ինքը փոխվա։ Աբես տալիս եմ այս callback function-ին, այս callback function-ը սկզբից 1-ը չի։ Հա, այս 1-ը չէ՞ տվել։ Մեկով բարձրացնում է, չէ՞ արժեքը։ Հա, մեկով բարձրացրեց, ճիշտ է։ Ռեզուլտատը արդեն 6-ա, չէ՞։ Հաջորդ callback function-ի ժամանակ ինչ եմ անում։ Տալիս եմ արդեն 6։ Callback function-ը double-ն է, բազմապատկեց 2-ով։ Ռեզուլտատը դառավ 12, ճիշտ է։ Հաջորդ callback function-ի for-ի ժամանակ աշխատում է սա, ճիշտ է։ 12-ն է, չէ՞ արդեն փոխանցում։ Պատկերացրի։ Շատ լավ։ Շատ լավ։ Վիկտորիան դեռ խոսա։ Պատկերացրի։ Հա։ Հիմա Չի պատկերացնում։ որպես 3 հատ կոնսոլով շարում ստե, ես օրինակի համար։ Ֆորի մեջ չէ։ Մի հատ մի անունով ոնց է դեպի Ամեն անգամ էլեմենտ փոխվում է։ Այս զանգված է, չէ՞, այստեղ պահված։ Այս 40 փակը դրա վրա։ Չէ, չեմ հասցնում։ Դուք այն հերերի ֆունկցիաների երեքին նամանում տվել եք։ Բերեք այս վերջին։ Չէ, երեքին նամանում չեմ։ Փոփոխականների հետ։ Փոփոխականներ էլի։ Հա, տես, եկեք ստե, փոփոխականները որ կան, հասանելիության դիվիդի, բան։ Հա։ Ահա բացատրել է։ Հա։ Օրինակ հիմա այս փոփոխականը եթե այստեղ գրեմ log nam, կդապի։ Չէ, ես էլ չեմ հարցնում, ես հասկանում որ կարող է անունը, ես էլ չեմ հասկանում։ Հիմա որ այս վերջին for ֆունկցիայի մեջ Execute callback-ը։ Ահա։ Այն որ նամ եք գրել եք որ այն երեքին 3 ֆունկցիաներ ունեն։ Ֆունկցիաս, այս ֆունկցիա։ Ունի երկու հատ պարամետր, ճիշտ է։ Մեկի անունը nam-ը, մեկի անունը callback array։ Ինչ հերթականությամբ փոփոխականները փոխանցեմ, այդ հերթականությամբ կգա ստեղ, ճիշտ է։ Հիմա այս ֆունկցիան ստեղ չեմ կանչել։ Ստեղը չէ կանչել։ Հիմա որպեսզի սրանք օգտագործեմ։ Չէ, մոռացի, սրանք չկա, ես սրանք ստեղ չեմ օգտագործում, մոռացեք, էսի չկա։ Այս սրանք, որպես այդպեսին ես ստեղ չունեմ։ Չեմ օգտագործում իրեն։ Ոնց է իրագործվում։ Տես, զանգվածը, չէ՞։ Տեսնում ես։ Այս ֆունկցիան երբ է կատարվում։ Երբ որ կանչում եմ, չէ՞ իրան։ Երբ որ կանչում եմ փոփոխականները պետք է փոխանցեմ, չէ՞ իրենց արժեքները։ Առաջինը նամա գրած, երկրորդը callback array-ը գրած։ Հիմա այստեղ առաջինը ինչ եմ փոխանցել։ Հիմա չեղա որ նամը 5-ն է այստեղ։ Հա։ Երկրորդ ինչ եմ փոխանցել։ Զանգված։ Ինչ է զանգվածի մեջ։ Այ կախել է, ես էլ ասում ո՞նց է։ Всё, պատկերացրիք արդեն։ Վալեր ջան
Վալեր։ Հա, օքեյ է, հասկացանք, հա։ Շատ լավ, շատ լավ։ Պատկերացրին, չէ՞ լրել ես callback ֆունկցիաները։ Ահա, շատ լավ։ Այսօր set interval անցել, ճիշտ է։ Խնդիրներ լուծել են, ճիշտ է։ Մենք բանա, ուղղակի ընդհանրապես այսինքն մի անգամ կատարվում։ Ռեկուրսը չենք ասել, չէ՞ դեռ։ Բայց Որն է։ Տեսեք, ինչա առհասարակ իրանից ներկայացնում ռեկուրսը։ Ով է ռեկուրսը։ Այս callback-ները հասկացանք, audit-ով set interval բան հասկացանք, ճիշտ է։ Այստեղ ինչ որ հարց ունենք, տնային ինչ որ բան կա, որ հարցում ենք։ Գնացինք առաջ։ Բացի Հա, նայենք դրեց։ Գնացինք առաջ։ Հիմա ռեկուրսիան, вообще առհասարակ ռեկուրսիա հասկացությունը ինչա իրանից ներկայացնում։ Այդ այն է, երբ որ ֆունկցիա իրեն ֆունկցիա որ ինքը իրան կանչում է։ Այդ էլ գիտենք ինքը իրան է կանչում։ Ֆունկցիա Ինքը իրան է երբ որ ինքն իրան է կանչում։ Դա չի կանչում։ Հա։ Ահա, հիմա եկեք մի հատ բարձ օրինակ դրենք, հա, ռեկուրսիայի։ Օրինակ ունեմ ստեղ մի հատ փոփոխական, որը հավասար է 1-ի։ Ունեմ մի հատ ֆունկցիա, Բերեք մի հատ տպեմ էսի նախ x-ը մեջը։ Ունեմ մի հատ ֆունկցիա, որը անընդհատ այս x-ի արժեքը փոխում է 1-ով։ Բայց այս x-ի արժեքը կփոխվի այն ժամանակ, երբ որ այս ֆունկցիան կանչվի, ճիշտ է։ Տեսեք, ռեկուրսիան մի քիչ շատ վտանգավոր ու նուրբ բան է, իր այդ աշխատելուց ամենակարևորը պետք է զգույշ լինել։ Հիմա, երբ որ ես այս ֆունկցիան կանչեմ ստեղ, տեսեք, ես եմ դուրսը իմ ձեռով կանչել, ճիշտ է։ Հա։ Եկեք մենք գնանք արդյունքը տենանք։ Մեկը ստպել է, ճիշտ է։ Բայց դեռ այս գործողությունը օրինակի համար ինձ պետք է։ Տեսեք, set interval-ը ինքը առհասարակ ինչա ու ոնց է աշխատում։ Հիշում ենք set interval-ը։ Օրինակ, եթե պետք է set interval-ը միջոցով Այո, հիմա set interval-ը ոնց է աշխատում։ Ժամանակ ենք ու քանակ ենք տալիս կամ պայման ենք տալիս եւ այլն, այդ պայմանի դեպքում սկսում է չաշխատել, ճիշտ է։ Բայց եթե ինչ-որ զսպող օղակ չունենանք մենք իրան, ինքը անդադար կաշխատեր, ճիշտ է։ Հիմա նույնն է ռեկուրսիան։ Ռեկուրսիան էլ երբ որ մենք ստեղ օրինակի համար գրենք func ու կանչենք, հիմա եթե ես գնամ բրաուզերը refresh անեմ, այդ բրաուզերը կախ չի աշխատում։ Ուզում եք ապացուցեմ, հա։ Ցույց տամ։ Բացատրեմ ինչի համար կանչի։ Որովհետև ինքը տես ֆունկցիա է, չէ՞, մի անգամ կանչել եմ ու всё, ինքը կանչում է սա, գալի պլյուս անում ու ինքը իրան անընդհատ կանչում է։ Հա։ Կանչում է, տեսեք ինքը իրան, ոչ մի ուղղակ չկա ինձ։ Բրաուզերի memory լցվելու է ու всё, ոչ մի բան չաշխատի։ Շատ վտանգավոր բան է, դրա համար իրան զսպող օղակ է պետք։ Իրան զսպելու համար օրինակի համար կարանք որոշենք ինչ-որ քանակ, հա, ասենք եթե մեր x-ը օրինակ չգիտեմ փոքր հավասար է 10-ի, մեծ եթե 0-ից տան, ինքը էլի աշխատելու է։ Իրան պետք է այնպես մի հատ օղակ, զսպող օղակ, որ հասնի այդ ինչ-որ կետի ու պրծնի էլ չաշխատի ինքը, հա։ Հիմա տես տվել եմ x-ը փոքր հավասար է 10-ի։ Ինքը անընդհատ sense ինքը իր մեջ կանչելու է, հասնի արդեն 10-ին ու всё, մի անգամ աշխատի ու կպրծնի ինքը։ Պատկերացրենք Վալեր ջան։ Եկեք գնանք նայենք բրաուզերի մեջ ինչա կատարվում։ Ռեկուրսիան հենց այդ գործողությունն է։ Ռեկուրսիան այդ process-ն է, որ ֆունկցիան ինքը իր ներսում կանչում է անընդհատ։ Հա, ռեկուրսիվ ձևով կանչվում է այդ ֆունկցիան։ Այսինքն մենք ձեռքով չենք գնում կանչենք ինչ-որ միտեղ իրան անընդհատ որ ինքը աշխատի։ Ինքը իրան անընդհատ կանչում է։ Պատկերացրեք։ Այսինքն for-ը նման բան է։ For-ը
ոնց է զսպող ես, չէ, ասում ես խոսքի օրինակ սրոյից սկսվի, մինչև էսի շպանը։ Հա, ինքն Կամ զանգվածի ինչ-որ մի հատ լենքտա շփրտավ գնաց։ Չէ՞։ Նույնիսկ ռեկուրսիան էլ ինքը այլ է, անընդհատ աշխատում։ Մինչև իրան չենք ասում ստոպել։ Իսկ ստոպ, ոնց ենք ասում եղի, ինչ որ պայման ենք գալիս, որ այդ պայմանից կախված всё ինքը չաշխատի։ Հա։ Պատկերացրինք։ Հիմա առաջարկում եմ մի հատ խնդիր գրենք ինքնուրույն, որ հասկանանք ինչքանով է տպավորվել, այսքան կտոր։ Հիմա ունեմ թվերի զանգված։ Ասեք գրեմ այս կոմենտը։ Ունեմ լե տարան, հավասար է, ինչ-որ մեջը 10, 20, 30, 40, 50։ Հիմա ուզում եմ ռեկուրսիայի միջոցով հենց անենք, որ այս array-ի մեջ մնա մենակ օրինակ 10։ Սա էլեմենտների ջնջվի մեջ։ Դե ուզում եմ մնա ստեղ բանը, օրինակ 65-ը մենակ։ Կարևոր չի ինչ թիվա, ես ուզում եմ պոստը առաջինը մնա մենակ իր մեջ։ Հա, պատկերացրինք։ Կանչելու եմ այս ֆունկցիան, ասենք, ինչ-որ մի հատ function է գրված լինելու, func, արարանա մեջ լնելու, այսի գրելու եմ func-ը կանչած արարան տված, ինքը աշխատի։ Մեջի պայմանը մատեցեք այդ։ Number of array։ Այս ֆունկցիայի մեջի գործողությունն է, դուք ոնց կանեք։ Պետք է ռեկուրսը օգտագործենք, պետք է ինքն իրան կանչենք։ Ուրիշ զանգված պահենք։ Մեջ ուշանի փոստակը։ Լավ, Ճիշտ է, push անենք այդ թիվը։ Մեջը։ ինչ ուզում եք անենք, ռեկուրսիա վարեք մենակ։ Չեմ ասում ուրիշ։ Հա, սպասի, հա։ Մենակ գիտեք ինչ եմ ուզում եմ, որ ամեն անգամ ջնջվող էլեմենտը ու այդ պահին ունեցած զանգվածը տենում կոնսոլ լոգում։ Այսինքն սենց բան տպեք ինձ կոնսոլ լոգում, որ ես տենամ օրինակի համար 50, որտե զանգվածը 65, 10, 20, 30, 40։ Հետո ունենամ օրինակի համար 40, սենց։ Հետո օրինակի համար ունենամ 30, սենց։ Մենք պետք է փորձենք, որ նորից տարերում։ Չեմ ասում, որ շիմանարեք։ Ո՞ւր չի դրեք, ո՞նց է։ Ռեկուրսիայով։ Լավ, սենց ասեմ, ոնց ուզում եք արեք։ Ռեկուրսիայով կանեք, առանց ռեկուրսիայի կանեք, այս խնդիրը ոնց ուզում եք լուծեք։ Բալեր ջան, որ դու էլ լուծես, կասես ոնց ես լուծել, լավ։ Всё։ Պետք է պրոստը կոնսոլում սենց բան տենամ, վերջում էլ ամենավերջում էլ, որ այս շարքը պրծավ գնաց, տպի սենց օրինակի համար, վերջինը 10-ն է, գելու է 10, զանգված մեջ 10։ Ու всё, պրծնելու ենք իր գործողությունը, համարելու ավարտված։ Ձեզ հավատում եմ։ ChatGPT չանեք, ոչ մի բան չգրեք ChatGPT-ով։ Ոչինչ, երկար գրեք, կարևորը գրեք ու ստացեք։ Բավա։ Լավ է։
Հա։ Երևի։ Մի րոպե։ Բայց ին մինուս մինուս է, Ախպեր ին հավասարացել է սարայի դեմքին, հետո ի մինուս մինուսն է, ինչ արայի դրանից ինչ։ Արայի դրանից։ Սել ամիթային դեմ ստասել։ Այ առողջ ինքացա։ Вообще, Այդպես որ գնաս կարող ես ձեր ստանաս, բայց Գույնը որ չեր տալիս։ Սանը մենակ ամենափոքրը։ Թար ուրիշ Ոչ չի։ Լուրջ։ ֆունկցիա պետք է։ Լավ, չեկան մտածում, կարող է։ Բայց ոչ նամբարով նորից, արել, վարդանպես փոխած է։ Այդ իստը։ Մենակ է սանը փոքրն է, որտեղ փոքրով է բանը։ Բալեր ջան կոմոդ չկա։ ChatGPT-ը սամ ճիշտն ասում։ Ո՞վ է աշխատի։ Ո՞վ է աշխատելու համար։ Քառասունը հանել։ Մեզ լավ, տրամաբան ենք, հա։ Օրինակ Վիկտորիան շատ լավ ուղղությամբ գնացել է։ Մի րոպե։ Կարաս ասես ինչ ես ուզում անել դրանում։ Հա, ուզում էի որ բանը, ոնց որ ֆորը իր բոլոր տարերը գար, բայց փոփ աներ, այս ջմակրեր հետևից, գար մինչև, բայց ոնց տոպտամեր դիմացը, որ գա հասնի։ Դա նոր սուպեր է։ Աբես։ Բայց ոնց կանգնացնեմ։ Այ մանա դրես ֆորը սկզբից մինչև վերջից ֆռած, հետո վերջից մինչև ֆռած։ Հակառականը։ Կամ առհասարակ, օքեյ, ֆորը սկզբից մինչև վերջից ֆռած, ճիշտ է։ Հա։ Բայց պետք է որ մինչև վերջ կպասվա։ Մի հատ էլեմենտ քեզ պետք է մեջ մնա, չէ՞։ Հա, ըհը։ Որ մինչև վերջ ֆռած, սա ֆռած ջնջի։ Ճիշտ է։ Մի հատ պակաս ֆռա։ Կամ այդ ավելի ֆռա։ Այ ոնց է։ Հա։ Կարգավոր է։ Դե։ Վալեր ջան, ստացվավ կոմոդ։ Ես մեկ։ Ինչ է։ Բա ոնց կհասնի առաջինի, որ մինus 2 անի։ Ֆորով ես արել Վալեր ջան։ Հասկաց։ Number of array pop որտեղ ես արել դա։ For-ի մեջ։ Հասկաց։ Տպեց այնց ոնց որ տպեց։ Հա, տարբեր է, ոնց կարող խնդիր չտար։ Կոմոդ undefined ինչ է պատմանում։ Ֆունկցիան կանչել ես, այդ ֆունկցիան ոչ մի գործողություն հիմա ներսում չի անում, ինչ undefined անցնախ։ Խոսքով ես արել այդ ֆունկցիան, ոչ իման հետ չի վերադարձնում։ Այդ ֆունկցիան կանչես, պրոստի դամեջ շուլբանտապես։ Այս ֆունկցիան ուղի դուրս է կանչես։ Հա։ Բայ, հա, լավ, օքեյ։ Բայց դուրսը կանչում ենք։ Ստեղ պետք է ինչ-որ բառ թողնալ, որ աշխատի։
Լոգադեպ։ Դե ուրեմն ինչ-որ բան լոգան է, որ Հիմա որ լոգան ես կաշխատ, այն դեպքում դու ռիթուրն անես, նորմալ գրած դեպքում պետք է երևի մի բան ռիթուրն անես, որ undefined չլինի։ Երբ որ log ենք անում, միշտ ռեթուրն ենք անում, երբ որ log-ը match-ն ենք անում, կանչում, տակը մոտի կանչում ենք, եղավ։ Ասա Վալի ջան։ Ինչի համար։ Լավ, եկեք իրար հետ անենք, օքեյ։ Կարող է for-ն ես պրոստը մի քիչ ուժ ձև պատտվել։ Ահա։ Մի րոպե կամ, հա։ Մի րոպե։ Հեսա Վիկտորիան եկավ, շարունակենք։ Ստեղ ամենակարևոր նրբությունը ջող, for-ը ճիշտ ֆռալու մեջ է։ Մեգից ենք ֆռում, թե 0-ից։ Հետո։ Մի հարցը ստեղ այնա ոչ թե մեգից եք ֆռում այլ 0-ից, այլ թե ինչև երբ եք ֆռում։ Հա։ Սա գրել արդեն։ Չէ։ Հարցը ստեղ այնա թե մինչև երբ ենք ֆռում for-ը։ Կարևորը for-ի մեջ գրած պայմանն է։ Դե գրեցի 3-2, բայց այդ հաշվառված։ Տես։ Մենք որ կտրում ենք զանգվածը, իրա մենք փոքրանում է, չէ՞ անընդհատ։ Հա։ Այստեղ նա պայմանա պետք, որ ինքը մինչև այդ անընդհատ աշխատի, չէ՞։ Մեզի մենակ առաջի էլեմենտը պետք չի։ Մեզ մենակ առաջի էլեմենտը կտրվողը, առաջ էլեմենտը մեզ պետք է, որ ինքը մնա մեջը։ Մնա մեջը։ Բայց մինչև այդ մեզ պետք է այսպես console log-եր ստանանք։ Հա։ Այս վերջից ստանալու կա։ Ապրես։ Արագի, հո, տենիս պիտի գրեի վրա։ Արագի, ու մեր արագի։ Կարող պետք է այդ մեր i3-ի length -2-ը գրեինք, ոչ թե մեր պայմանի մեջ մինուս անեինք, այլ պետք է հետո իրան օրինակ օրինակ փոփ ենք անում ֆունկցիան, հետո բանը i3-ի length-ի -2-ը Length-ի -2-ը խի։ Որ Եթե մենք length-ի -2 անենք, հա, ինքը էլի պայլվում անընդհատ աշխատում է։ Պայմանը միշտ բավարարում է քանում։ չէ, գալա կանի այդ կետում, Ինքը որովհետև միշտ length-ի -2-ից փոքր է։ Չնի ասորը։ Ուրեմն առաջինը ոչ թե հավասարը 1 գտնենք։ Չէ, մի վարկյան։ Սպասեք, այսինքն պետք է ստեղ Նույն էլ մեգերորդը չի հանում։ Բայ։ Մենք գրադախտակ։ Գրադախտակ։ Ալեր ջան երևում է։ Տեսեք, մենք որոշեցինք, որ for-ով գրենք, հա, լավ։ Ուսաղդ, որ տենց ուզեցաք for-ով գրենք, for-ով ենք գրում։ Ինչ եմ անում, ասում եմ նախ այս for-ըս, թող սկսվի աշխատել, պետք է ինչ-որ մի հատ տեղից աշխատի այս for-ը, չէ։ Օրինակ խի մեկից, եթե ինքը կարա array length լինի, օրինակ։ Բայց ենք վերջից գանում։ Խի վերջից չեմ, վերջից եմ for-ը for-ը։ Վերջից ինդեքսինգն է ստեղ կարևոր, որովհետև ստեղ պայման պետք է գրենք, որ աշխատացնի իրան։ Հիմա ստեղ այս կտորն է պայմանի նրբությունը։ Վերջում մի հատ էլեմենտ է, չէ՞ մնալու իմ համար։ Ուրեմն ինքը պետք է մեծը լինի մեկից օրինակ։ Մինչև այդ պետք է ինքը մինուս լինի։ Հավասարն 0։ Ինչ հավասար։ Սա ջնջվի մեջ։
Վերջինը պետք է թողամ մեջը։ Վերջինը այս ֆիլմը։ Բայց 0/3-ը ինքը չի պահում։ Բայց length-ը 0 կարա լինի։ Այս պահ հասկացանք ինչի համար սենց արենք։ Ինքը պետք է մինուս լինի, այսին։ Ինքան ժամանակ, քանի դեռ չի ասել վերջի էլեմենտի։ Քանի որ զանգվածի մեջ մի հատ էլեմենտ մնաց, իր length-ը 1 է, չէ՞։ Չէ, մեծ է 1-ից։ Եթե մեծ կամ հավասարան է։ Տես, եթե ինքը մեծ լինի 1-ից, տես, եթե գրեմ ին հավասար է 1-ի, մեծ է կամ հավասար է 1-ի։ Մտնելու է for-ի մեջ, չէ՞ ինքը։ Դե քանի որ այդ պահին ին մեծ է կամ հավասար է 1-ի, հավասար է ենթադրենք 1-ի։ Գնալու է մտնի, չէ՞ for-ի մեջ։ 69-ն էլ է ջնջելու մեջ։ Պատկերացրինք Վալեր ջան։ Հա։ Հիմա ստեղ պրոստը պետք է ես իրան console log անեմ, հա, console log։ Ասեմ արարը կի փո արարը։ Ուշ ոչ մի բան։ Հա։ Այստեղ կարևորը այդքան շեշտեցի։ For-ի պայմանների մեջ է նրբությունը։ Թե Word-ուց ոնց կփռնի։ Ռեկուրսը Հիմա ռեկուրսիային հասնենք։ Հիմա ռեկուրսիային հասնենք։ Էսի for-ով ստացանք։ Հեշտ էր։ Կարևոր է այս պայմանը ճիշտ գրելու մեջ է։ Զուտ։ Հա։ Հաջորդ ռեկուրսիայով ոնց կարանք այս նույնը ստանանք։ Պայմանը պետք է մինչև ռեկուրսիան ստեղծել է այս։ Array length-ը պետք է միշտ մեծ լինի 1-ից։ Նույն պայմանը ինչ որ այս հատվածում տվել եմ։ Array length-ը պետք է միշտ մեծ լինի 1-ից, որ ես կանչեմ իրան անընդհատ։ Console log կանեմ սկզբից։ Իմ array get-ը ու նորից array։ Այս նույն console-ը ինչ որ ստեղ, բայց ստեղ հələ գործողություն չունեմ, չէ՞ արած։ Ստեղի գործողությունը արդեն լնում է այս function-ը նորից կանչել ու array-ը փոխանցել։ Արդեն կտրված array։ Պես է ռեկուրսիայի միտքը զուտ։ Հա, ես for չգրեցի անիմաստ իտերացիա ձեռով չստեղծի, այլ pop եմ անում պալիբոմը ես իրան, ճիշտ է։ Ինչի համար էլ for ֆռեմ, եթե ես պրոստը կարամ անընդհատ այս ֆունկցիան կանչեմ, մինչև երբ որ ինձ պետք է։ Զսպողովակ ունեմ, արան լենգթից է 1-ից։ Այսինքն ինքը կջնջի, կհասնի արդեն 1 դառավ, всё, ռեկուրսիան պրծավ այստեղ։ Էլ չի մտնի այս if-ի մեջ, այս ֆունկցիան էլ չի կանչում։ Պատկերացրինք դիք։ Այս նույն գործողությունը անելու ինչ որ ռեկուրսիա for-ով արեցինք։ Ստացանք։ Հեշտ էր։ Հաստատ հեշտ էր։ Հիմա քանի որ հեշտ էր, անում ենք հաջորդ խնդիրը։ Որովհետև հաստատ console-ով ունես արած ու ֆունկցիան console-ով մեջ կաչած։ Տեսնում։ Հիմա ասում ես undefined-ը ստանում։ Որտե՞ղ։ Գնա կոդ։ Array get pop կանչել ես ու գրել ես get array-ը։ Լավ չէ։ Գետի համար։ Ստորագրի։ Բայ։ Լավ։ Հիմա եկա հաջորդ խնդիրը։ Շնորհավոր։ Այս մեկը պետք է լուծեք, թե չէ դժվար է։ Այս մի խնդիրն ենք լուծում, պրոստը։ Հակառակ։ Օրինակի համար թող ինչ անի։ Այս էս թող տպի արդեն։ Ոչ թե այս վերջից սկսի տպել, այլ սկզբից, այո, ճիշտ է։ Տպելու է մի հատ օրինակ 10 կողքը այս չէ 65-ներ սկզբինը 65 կողքը էսը է հետո տպելու է հավատ գնա
Մեր շենքի հավատացյալներն։ Իո։ Ուսեն շարունակ։ Ամենավերջում է պետք է դեպի օրինակ հիմա 30, մեջը 40 ու պրծքի։ Վեր մտածեք ու գրեք, չեմ լուծում ես մեկ այդ։ Այս էլ կոմենտ եմ լավ, որ չասեք պենջեց ինչ կոդ գրել էր։ Ինչ անեմ։ Արել ես արդեն։ Միտքը պրոստը ստեղ մուխլեո ժարեց, էլի, որ ասում է, իսկրեսական հարց ուզեցա դայ, որ շերվեի, պետք այլներ, պայմանը դե չի փոխում, դե մենակ գործողություն փոխում, ես մեր ամբողջ գրած եմ։ Չի։ Փոխարեն որ մի շիֆտ է, գրվում ու վսի։ Հատերի գուցում։ Անջատվեց։ Ինչ։ Հա։ Պատկերացրինք ես ռեկուրսը, այո։ Դուքը։ Աջո։ Դեհա։ Ես խնդիրներ ուտել էի կարում էի։ Չէ, ուստա չեմ կարող։ Անշիշտ ավելացնում էր։ Ուզում երկու րոպե հանգստանանք։ Հա, որում չկա։ Վալեր ջան, մի 5 րոպե են միջում։ Ռեկորդը չեմ անջատում։ Ոնա։ Ավաճիշտ խնդիր եմ տալիս, սկսեք մտածել։ Չէ, դες չենք հանգստանալու։ Չի, հանգստացեք նոր սկսեք գրելը։ Ամեն մտածելով հանգստացեք։ Չեղա հանգստանալու։ 5 րոպե են միջում է, բայց կտամ խնդիրը, մինչև տենց ով ուզում է, սկսի մտածել, մինչև հասկանանք ինչ է։ Խնդիր եմ տալիս նոր։ Էսի լավ է, հեշտեր հասկացանք, չէ՞։ Տունը դժվար խնդիրներ եմ տալու, հա։ Չնայած տղեկ հետ լուծել եմ այս խնդիրները։ Թե չեմ լուծել այս խնդիրները դերել։ Չենք լուծել այս խնդիրները իրար։ Հա։ Հիշեք, իրանք 6-րդ անգամ են, բայց մենք առաջ։ Տեսեք, ունենք մի հատ sense զանգված, ու գրում ենք մի հատ sense ֆունկցիա, function get summary։ Այս մեր ֆունկցիան ստանում է մի հատ array։ Այս դե դուրսը կանչելու եմ գրելու եմ get summary։ Մեջ փոխանցեմ 1, 2, 3, 4, 5, 6։ Ու այս թվերի գումարը ստանում։ Բայց դու պետք է Դա։ Այն զանգվածը չսարք։ Ոնց։ Հա։ For-ով ոնց կլուծեինք այս խնդիրը ժողովուրդ։ Նա փոք տալանից այլ, որը թվա պլյուս հավասարական։ Պլյուս հավասարականը։
հետո լսանին պլյուս հովեսիվ կանեն։ Եթե տի ռեկուրսիով Ռեկուրսիայով փորձի։ Ֆորով հեշտ է դե բնականաբար։ Հիմա այս նույնը գրենք ռեկուրսիա պրոստը։ Всё, անստացեք գրեք։ 5 րոպե միջ։ Նա ֆորով չգրենք, թե միանգամից ռեկուրսիա։ Ֆորով բարձր չէ, սա 10 փոքր։ Փոխական են փոխ, ֆորությունը գումարում ենք վրա։ Հիմա այս նույնը ռեկուրսիայով։ Ես 5 րոպես կգնամ։ Ասենք լավ էր, էլի, դուք ընդմիջում եք անում, ես խնդիր եք տալ։ Չի ասացի, որ միջում կարող տանեք 5 րոպե։ Առանցի ասել եմ, վիդեոն կարող տանեք, լսեք 5 րոպե, միջում արեք, նոր սկսեք գրել։ Փողոցի կողմից։ Ես դեպի ոնց միջում դեր որ կարող միջում անել։ Այսա ոստասի։ Փոփոխական բանից հետո if-ի մեջ գումարեք կմի։ Կարանք if-ի մեջ գումարեք բաց փոփոխականը, թե չի հասկանում։ Market device, content device. Okay.
Ասեք ոստատերը։ Ալերջան։ Մենակ շնայեք երեք հայտարավ։ Խորով հատ է, խորով ստանանք։ Խորով ես եմ ստանանք։ Այդ վիսեք ներշնչում, որ շատ դեվիլ չեմ։ Ռոսկի Փորձ է արդեն դա։ Արաս փողի սրան է պիսա բաները։ Չեք կարան կանոնը ծանոթացնենք, այլ կարան կտրողին ճուտները բանան ճիշտ է։ Մերստեր մինս ունեսով որանես Խորացել ես, հեշտ պատկերացրեք ամեն ինչ մի քիչ ավելի պրիմիտիվ է։ շատ ամեն անգամ մտնելու մեջ։ Օրինակ Տիկոն լավ գաղափար է տվեց ես, ու լուծումը էդ է։ Կտրելով պետք է անենք ամեն ինչ։ Այս դες հուշում։ Ոնց կան զանգվածը կտրեն, զանգված էլեմենտները ոնց են կտրում вообще։ Օրինակ զանգվածի մեջ նոր էլեմենտները ոնց են կտրում վերևից տալիս։ Փոփոխ ու շիֆթով։ Բայց դե ոնց գումարենք այդ դեպքում։ Կտրած էլեմենտը ում ենք մենք։ Այսինքն մի հատ դատարկ զանգված կանենք, կտրենք գցենք մեջը։ Չէ, ունենք կտրած էլեմենտը մենք։ Մի հատ ունես։ Օրինակ ստեղ վերևը, այստեղ։ Հա։ Ինչ ենք անում, shift ենք անում, ունենք, չէ, տպում ենք կողքը, հա չենք զանգված մեջ փուշանում ես թվերը, չէ։ Կտրում ենք, չէ, պրոստը կոնսոլի մեջ shift ենք արել, տպե, չէ։ Գրում ենք shift տպում է, չէ, կտրած էլեմենտը։ Հիմա պալիբոմով մենք այդ թվերը ինչ-որ մի ձև, պետք է միտեղ պահենք, պալիբոմ մեզ մեջը իր փոփոխական է պետք, որի վրա որ այդ սամերին կհաշվենք։ Այսինքն այստեղ ներսը, այս ներսը։ Պալիբոմում մեզ մի հատ փոփոխական պետք է, չէ։ Այլ հարցը թե այս փոփոխականը ինչի է հավասար։ Արի 0-րդին կանք հավասարացնենք։ Ուրիշ ձև։ 0-րդը ուրիշ ձև ոնց կարող վերցնեմ այս պարագայում։ Length minus Չէ։ Անենց որ Վիկտորիան առաջարկում է նախնական արժեք տանք 0-րդը իրան։ Հիմա ես ուզում եմ, օքեյ, համաձայն եմ որ 0-րդը տանք իրան, բայց ոչ թե ուզում եմ գրենք RR-ի 0-րդ, այլ ուզում եմ այնպես բան գրենք, որ իրոք է 0-րդը լինի, բայց RR-ի հետ մի հատ պակաս լինի։ Որ իրոք 0 լինի, RR-ը մեջ։ Այսինքն կարամ գրեմ RR-ը shift ստեղ, չէ։ Ահա, այս ինչ նշանակեց։ Նշանակեց, որ այս մեկը վերցրի, չէ։ Սամին դեպի։ Հա։ Դի։ Հիմա, բայց մեկն է կտրված մեջից, չէ՞, մնաց 2, 3, 4, 5, 6-ը։ Ճիշտ է։ Ես այս գործողությունը շարունակելու եմ, անընդհատ կտրելու եմ իրան, այնքան ժամանակ, մինչդեռ ինքը հասնի որտեղ, որ պայից սկսած այդ գործողությունը չպետք է անեմ։ Երբ որ ինքը length չունենա։ Երբ մինչև length ունենա, չէ՞։ Ասես կարամ գրեմ որ հավասար չի 0-ի։ Կամ կարամ գրեմ որ մեծա 0-ից։ Տարբերություն կա հավասար չի 0-ի կամ մեծա 0-ից։ Հա, գնաց։ Հիմա հարցը այն է թե մեջը ես ինչ պետք է անեմ։ Okay, կտրել եմ։ Սամը ունեմ մեկն է։ Սամը մեկ պլյուս հավասար արագի չի։ Չէ։ Պետք է մի հատ արեց։ Հիմա ռեկուրսիա է պետք ստեղծել։ Հետո get-սամը կանչում ես։ Ոնց։ Պարամետրը տալիս ես սա։ Սենց կարամ գրել պլյուս հավասարա get-սամերի պարամետրը մեր կտրված array-ը։ Արդեն։ Հա։ Բայց այս ֆունկցիան, այս ֆունկցիան ինչ-որ բան պետք է հետ վերադառնա, չէ՞, որովհետև պլյուս հավասար եմ անում։ Ինչ է հետ վերադառնելու։ Սա։ Աբրես, ռետուրն անելու սամը։
տեսեք, այստեղ խնդիրը ոչ թե ավելի դժվարացնելու մասն է, այլ խնդիրը պատկերացնել ռեկուրսիայով ոնց անել։ Որովհետև հեսա որ անցանք այն ձեր չսիրած օբյեկտներն ու օրենքները, որոնք դուք եք հիշում, հա, խորացված մի քանի level։ Դե հենց այդ է, եթե այս պրիմիտիվ խնդիրը դժվար ձևով չկարողանանք լուծենք, այն դժվար օբյեկտները չենք կարողանալու հեշտ ձևով լուծենք։ Պրիմիտիվը պետք է կարողանանք դժվար ձևով իմանանք ոնց է լուծվում, որ դժվարները կարողանանք իմանանք պրիմիտիվ ձևով ոնց լուծենք։ Ինչ ենք անում իրականում։ JavaScript-ի մեջ, շուտով, 2 դասից, մի դասից, 2 դաս, հաջորդ դասը։ Ինչ ենք անում, բերեք մի հատ վերլուծենք, հա։ Սկզբից կտրում ենք առաջինը։ Արեի կտրված է ուժը, բայց ունենք արժեքը պահած մեզ մոտ արդեն։ Հա։ Գնում ենք, ասում ենք making գումարի ինչ որ վերադարձնում է այս ֆունկցիան։ Իսկ այս ֆունկցիան ինչա վերադարձնում sum։ Չէ՞։ Կտրված 2-ը արդեն։ Հետո կտրում է 3-ն է գումարում։ Հետո կտրում 4-ն է գումարում։ Հետո կտրում 5-ն է գումարում։ Հետո կտրում 6-ն է գումարում։ Ու всё, բրծա ռեկուրսիա։ Կտրելով գումարեցինք իրար։ Հասկացանք, դիք։ Շատ լավ։ Շատ լավ է։ Հիմա եկեք մի հատ խորացված կլուծեմ, որ այդ տունը կարողանանք տնենք լուծել։ Հա։ Ես տունը բախտանալ կարո՞։ Հա, բա։ Միշտ այստեղ հեշտ է, ես գրեմ որ չձանձրանամ, դες բարձր որ պատկերացրեք ունենք մի հատ sense ֆունկցիա, որը հիշեք, որ ձեր կողքին մեծացնում եք ձեր նման լիքը մարդիկ։ Պետք է տենց։ Այդ հիշեք, հետո կհասկանաք եմ ասում։ Հիմա, տեսեք, այստեղ ունենք մի հատ ֆունկցիա, այս ֆունկցիան վերջում որ կանչեմ, օրինակ դրեմ frank, զանգված է փոխանցելու։ Զանգվածի մեջ օրինակ, հա՞։ Ինչն է հետ տալու։ Զանգված ինչ-որ հետ տալու, ֆունկցիան ինչ-որ հետ տալու է, թե պրոստը կանչելու, կոնսոլ լոգ։ Կոնսոլ լոգ եմ անելու, փոխանցեմ այս զանգվածը։ 2, 7, 8, հետո այս զանգվածից դուրս մի հատ է զանգված 3, 4, հետո այս զանգվածի ներսում 4-ից հետո մի հատ ուրիշ զանգված, որ ունի մի հատ 5, ես էլ իր հայերտին մի հատ ուրիշ զանգված ունի 6, 7։ Հիմա for-ով ընձի ինչա պետք որ դուք տպեք։ Այս էլեմենտներն այնց պետք որ դուք տպեք։ Հերթականության։ Զանգվածի մեջ ինչա նոր։ Դեռ մի հատ զանգված է։ Մեջ 2 հատ զանգված, հետո մի հատ զանգված, էլի մեջ 2 հատ զանգված։ 4-ը։ 4-ը։ Հիմա ռեզուլտատը ինչ պետք է լինի։ Պետք է սաղ թվերը։ Գումարվելը։ Չէ, պրոստը հերթականությամբ տպվի 1-ը, հետո 2, հետո այս 7-ը ու տեն շարունակ։ Դուրս ենք հանում, սաղ էլեմենտները դուրսը տպենք։ Պետք է քանի հատ for ունենանք։ Մի քանի հատ for ֆրանկ։ 4 հատ։ Ամեն քիչ է։ 1, 2, 4, հա 4 մոտ։ Բայց հիմա ռեկուրսիա ինչի համար են սովորում։ Ոչ ֆրանկ ես կամ։ Հա։ Բա ոնց։ Եթե Վալերը ասում է ինչի համար այդքան բարդացրինք, օքեյ, ես մի զանգվածներ առաջայացքից բարդացրինք։ Հիմա ունենք խորացված զանգված։ Դե դուք եք խորով։ Հեշտ է։ Դե դուք եք։ Այսինքն եթե ուզում եք բայց ռեկուրսիայով չեք ասել ոնց բացենք։ Ոնց չեմ ասել, ի՞նչ տարբերություն է ռեկուրսիայով ստես բան արեցինք, ու ստե ռեկուրսիայով բացեք։ Որտե՞ղ։ For-ով ոնց կբացեք, լավ, մի րոպե, սա փողեք գրել է, մտածեք մի հատ for-ով ոնց ենք բացում։ For-ով ամեն մակարդակ մի հատ for չեն կարա։ Off-ով հենց կարանք էս ուղղակի եթե բացել եք։ Հաթա այդքան for պիտի գրել, չէ՞։ Իրարն է այդքան for։ Հիմի, օքեյ։ Ասեք հələ for-ով գրեմ, առաջի level։ Մի հատ առաջի level հասկանանք for-ով ինչ եմ գրում։ Let item of արը, ճիշտ է։ Հետո մեջ ինչ պետք է գրեմ for-ը։ Ինչ եմ գրում for-ը։ Նույնս for։ Ոսկե չէ։ Գնա տեսեք, այս item-ը, սկզբից մեկն է։ Հա։
Մեկի վրա ո՞նց որ ֆորը։ Ստուգում Ստուգում պետք պետք է է անեմ, չէ։ Պետք է գերեմ, եթե ինչ, ասա Google։ Եթե այզայել Ոնց։ կամ եթե item-ը հավասար number-ի կոնսոլվրա item-ը։ Էսի դեպքում գրի բան։ Կարամ գրեմ type of։ Հա, type-ը կարող ստուգել։ Կամ Type-ով չես կարող ստուգել։ Խի։ Որտեղ Կարող է օբյեկտն է, ճիշտ է։ Այո, Աբրես։ Հիմա ինչ գրեմ ինչ։ գրի այզայել էլ։ Array array անցած չէ՞ որտեղ հիշում ես։ Այդ։ Այս դեպքում ինչ անեմ մեջը։ Մեջ փոխը։ Հակառակ դեպքում կոնսոլվրա item։ Ու հետո այս if-ի մեջը նա for-ը դրում, դրանց հետո կանչում ես ինքը ավտոմատական։ ինչ եմ անում մի հատ If-ի մեջը նա for-ը դրում։ for հետո item-ը։ let element of ինչ item item հետո բարեսամա մեջը ինչ եմ գրում։ Այս բանը կանչի պարամետրը դեպը։ Չէ, item։ Չէ, element։ Մտքով Element։ Պարամետրը element։ Խի։ Դե բացատրի որ ասել ես այդքան։ Ժողովրդի։ Այդ ավտոմատ ընդեր զանգված կլինի, այդ Իսկ ես կասեմ, որ օրինակ հիմա դու ավել ֆորը ստրացես։ Ինչի համար է այս Eagle ֆորը։ If-ի մեջը պարամետր կան տվող item։ Ինչ տարբերություն կա այդ դեպքում։ Աչա, բայց ընդեր ես պատկերացնում else-ի պահը։ Else-ը։ Չէ, ես հասկացա else-ը։ Просто ես ասի այդ else-ը ֆորմի գրի բանը ինձ։ Մի մագարտագեն ներքևնի, որ else-ը։ Եթե զանգված է, մին գործողություն չպետք է իրականանալ։ Հա։ Հիմա տեսեք, այս պահը բաց թողնենք, հա։ Եթե էր, մի հատ է պետք է ֆորֆռայի, չէ՞, որ մտնեի այս մյուս զանգվածի մեջ։ Չէ՞ Վիկտորիա ջան, վարեջ։ Իք, ստեղ մեր հետես։ Հա։ Հետո, այս սրանից հետո անցնելու ենք սրա վրա, չէ՞, ֆորֆռայինք։ Սրա մեջ էլ էլեմենտների մեջ մի հատ է ֆորֆռայինք։ Մտնենք մեջն մի հատ է ֆորֆռայինք։ Հա ու անպայման պետք է ստուգենք, չէ՞։ Ինքը արեյան նոր մեջը ֆռայինք, որտեղ ամեն մեկը ունի նաև մեջը ուրիշ թվեր։ Թվերի վրա ոչ չեմ կարող ֆորով անել։ Պետք է զանգված լինի, չէ՞ որ ես ֆորֆռամ իրա վրա Վիկտորիա ջան։ Պետք է դրա համար ստուգեմ, չէ՞, ինքը արեյան նոր մեջը ֆորֆռամ։ Իսկ կարող մի անգամից այդ մեր ֆունկցիային տված բանը ստուգենք ընդհանուր զանգվածա թե չէ։ Ամենավերևը այստեղ ինչ որ։ Նկատնեմ այդ որ պարամետր ենք տվել է, ֆունկցիային պարամետր ենք տվել։ Որտեղ գրեմ, ինչ գրեմ, ասա գրեմ, որտեղ ինչ ասած։ Չէ, ուղղակի հարցնում կարանք ստուգենք Դե ընդհանուր զանգվածա թե չէ։ Вообще առհասարակ պետք է ստուգենք, բայց մենք գիտենք որ զանգված է, այսպես։ Մենք ներսը չգիտենք։ Տես մենք գիտենք որ զանգված եկել է։ Մենք հաստատ գիտենք որ զանգված է եկել։ Հա։ Բայց մենք չգիտենք մեջն ինչ է եկել։ Հա, որտեղ մեջ համ թիվ կա, համ զանգված։ Մենք չգիտենք որ պահին ինչ է եկել, թիվա թե զանգված։ Բա այդքան մակարդակը թեկուզ բանով, թեկուզ Իսկ հիմա ռեկուրսիայով թեկուզ ոնց ենք այդքան մակարդակը բացել։ Դե տես ինքը բացել է արդեն ստեղ այդքան մակարդակ։ Այստեղ բացվել է։ Ինքը ինչ անում։ Առաջ անգամ կանչեցին ֆունկցիան։ Հա։ Վիկտորիա։ Ստեղ կանչել են ֆունկցիան։ Հա։ Տվել են զանգված։ For-ն մեջ բռացած, ճիշտ է։ For-ի մեջ ունեմ երկու հատ պայման։ Եթե ինքը թիվ է, else if ոչ ասեք, բա որ ես ինչ եմ ինչը։ Չէ, դե հասկացանք է։ Type of item-ը հավասար է number։ Else if երկու հատ պայմանն է։ Մեկը եթե թիվ է, տպում եմ մի անգամ, ոչ մի բան չեմ անում։ Եթե զանգված է, կանչում եմ ես հենց իմ ֆունկցիային, որպես պարամետր տալուս եմ item-ը, որովհետև զանգված է։ Ինքը անդադ հետ գնա նորից։ Ու ինքը նորից հետ գնա հետ, ու նորից այս մի process-ը արդեն կատարվելու է, այս մի զանգվածի համար։ Մեջի թվերը մտնելու է else-ի մեջ տպի։ Տեսեք, մեջի թվերը տպեց, else-ի մեջ ամտը տվել է, այս երկուսը 7 թուղթը տպել է։ Եկավ հանցավ մյուս էլեմենտի։
Այս է մյուս էլեմենտը։ Ճիշտ է։ Վալեր ջան, տեսնում ես, չէ՞։ Մտավ ստեղ, եկավ նորից else մեջ։ Տես, այս մի անգամ էլ սկսեց աշխատել, չէ՞, սրա համար արդեն։ Else-ի մեջ մտավ 3-ը 4-ը տպեց։ Եկավ հասավ այս մյուս էլեմենտին, տեսավ որ զանգված է, ասեց զանգված եմ, ասեց դե որ զանգված ես, մի հատ է կանչի։ Կանչեց մի այնքան ժամանակ, մինչև եկավ 6 մինուտ կտեց։ Հա? Աշխատեց։ Պատկերացրինք, Վալեր։ Հեշտ էր։ Ավելի հեշտ էր, չէ՞, քան որ այդքան խոր իրար մեջ հատ-հատ պետք է գրեին։ Չէ, այդիկ ավելի հեշտ է դեպքում քանի արգանի կողը։ Քանի արգանի։ Սրա վերևինը։ Հա, գեցա։ Հիմա այս եթե sense չանենք, մենք ստիպված ենք այս նույն գործողությունը, այս է։ Այս նույն գործողությունը անընդհատ այս sense իրար մեջ գրեի, դե բնականաբար փոփոխականի անունները ստե պետք է փոխեի հերթով։ Ստեղ պետք է դառնար item, ստեղ elem, ստեղ elem, ստեղ elem, ստեղ x, ստեղ x, ստեղ x, ստեղ x, ստեղ elem, ստեղ elem։ Ու սրա մեջից էլ նորից մի հատ է պետք է ֆռան, բայց այսքանով չսահմանափակվա, այսի մինչև այս level եկա հասա։ Հələ մի հատ է պետք է գրեմ, ու մի հատ է պետք է գրեմ։ Այսքան ջեղ կոդից խուսափելու համար եկավ մեզ օգնության ռեկուրսիան։ Որը որ այս քանի որ տեսեք ռեկուրսիան ոնց կարանք հասկանանք, խնդիր է գալիս, օրինակ, պետք է լուծենք։ Բնականաբար առաջի բանը որոնքներով 10 տվյալ, քանի որ հələ այդքան շատ փորձ չունենք։ Առաջի բանը ֆորով ինչ-որ բան մանելն է ձեր մտքով անցնել։ Եթե պայմանները ճիշտ հասկացաք ու ճիշտ գեցիք, ոնց հասկանանք, որ այս ռեկուրսիայի կարիք ունի։ Որովհետև նույն գործողությունն է, չէ՞։ Եվ որ նույն գործողությունն է, ինչի համար նույն գործողությունը կրկնել։ Հենա թող ինքը իրան կրկնի այդ գործողությունը։ Եթե պայմանը ճիշտ գրենք, որովհետև սաղի մեջ նույն պայմանն է։ Սաղի մեջ ստուգում եմ կամ number-ը կամ array։ Ամեն ինչի մեջ ստուգում եմ կամ number-ը կամ array։ Այնանանտես տես մի անգամից մի տեղ կստուգեմ, կոդը մի տեղ կգրեմ։ Ինքը իրան թող անընդհատ կանչի։ Գալու է հասնի զանգվածի վերջը, պրծքն գնա, որովհետև ցիկլը այսքանն է։ Դրանից հետո ինքը ռեկուրսիայի մեջ չի լինի, չի աշխատի։ Հա? Պատկերացրինք։ Շատ լավ է։ Հա։ Ժամը 4-ից խնդիր եմ ուզում։ Շատ լավ է։ Բավարար ձեռով կուլի։ Չեմ ասում։ Բաբորներ մի ասել։ Ես հիշում եմ մի անգամ բանը այն մեծ քանի հազարի sense բանը, բայց մեջ լիքը բան է կարել։ Դա հադի ձեռով։ Արայի 0 Ինչա Վալեր ջան։ Ոնց։ Տեսնես ոնց է։ Բայց sense բանը ստուգում եք։ Քի հենա sense բաց աշխատացինք։ Չէ, բայց դուք տենց ասեն գիտեք ինչ եք որ օրինակ ես եմ ուսանալը Իմ տարիքին է։ Ո՞մ ես գնա։ Տնայինը կուղարկեմ, վիդեոն կուղարկեմ։ Բաղներ կգամ։